անբարոն մեծամասնությունը ուշ պիտի միանան։ Իսկ հայկական սովորույթը ինչ է։ Ասեն, որ գերմանացիները լավ ճշտաբահ են։ Եվ ասեն, որ ճապոնացիները էլ ավելի ճշտաբահ են։ Իսկ մեր հայերը այր կոմիտաս ունեինք, որ ինք առաջին վարտավետն է, որ եկավ պլուզում են հետո և խոսում էր ժամադրության մասին, կսե որ ժամը երկուքին ժամադրվեց և 2:59-ին կուկան և կսեմ որ թեր երկուսն է, երեք չեղավ թեր։ Ինչ է վիցե։ Ոյվ է նյութի շուրջ կուզեք սկսել խոսինք, ոյվ հարցում լուսաբանություն, Հայր Անտոն, ես ունեմ մի հատ հարց։ խոսում եմ, Հովանես Մկրտիչը, որ Հիսուսին մկրտեց, այո, ասեց սա էր, որին որ սպասում էինք, բարերը հաստատ բանով միտքս չի կա, բայց մի ուրիշ տեղեք չեմ հիշում, որ ավետարանի, որ Հովանեսինը, թե Ղուկասինի մեջն է, որ ասում է, աշակերտներին ուղարկում, ասում է, դու էր, թե ուրիշինը սպասենք, այդ հարց ինձ շատ է տանջում, ինչ է նշանակում, կարողացա բացատրել, թե ոչ։ այո, ուրեմն ամենաառաջ Հովանեսը Մկրտիչը երբ որ իրեն հարցնեն, եթե ինքն է, որ ինքն է Մեսիան, ինք ասում է, որ ոչ, ես ուղարկված եմ պատրաստելու ճանապարհը իրեն համար։ Ինձ Այո, ուղարկողը ինձ ասեց, որ այդ անձը, որ տեսնես, որ Սուրբակին իր վրա իջնում է և մնում է, այն է։ Եվ ես տեսա և վկայեցի։ Ուրեմն ինքը տեսավ Սուրբակին, որ իջավ Հիսուսի վրա և Հիսուսի վրա հանգչեց, և ինքը շատ ապահով էր, և նաև երկրորդ օրը, երբ որ Հիսուս դեպի իրեն գալիս էր, կամ այդ կողմերը գալիս էր, Մկրտիչը ասում է իր քով եղողներին, ահա Աստծո գառը։ Այսօր մենք անկարգանք և կսենք, որ այո, Հիսուսն է, որ ավելի լավ հասկանալով ամեն ինչը 2000 տարի տարբեր մարդիկ մեկնաբանություններ անելով, մենք ամբողջովին տարբեր ձևով կհասկանանք, բայց այդ մարդիկը, որ լսեցին, եւ այդ լսողներուն մեջը մեկ հոգի, որ ապահով ենք, որ հոներ, դա էլ Անդրեասն է, Պետրոսի եղբայրը։ Եվ Պետրոսի եղբայրը եւ Մույսը, որ Ֆիլիպոսներ, այս երկուքը Հիսուսին հետևեն գնացին։ Բայց այս երկուսը եւ մնացածը, որ հոն գտնվում էին, երբ Մկրտիչը ասեց, որ ահա գառն Աստծո, իրենց մտքին մեջ են ինչ անցավ։ Գառը մորթվելու համար է։ Ուրեմն Մկրտիչը շատ լավ գիտեր, որ Հիսուս պիտի մեռնի մեզ համար։ Սա իր մարգարեությունն է, սա իր կեդիրիկն է եւ իր խոսքերի ամենակարևորը, որ կարող ենք ասել, որ սա իրապես մարգարեություն է, դա այս խոսքն է։ Ահա գառն Աստծո։ Գառը, որ հրեաների համար, ինչի համար էր գառը։
Գարը բարձ սոհապերություն չեր, ամենը ավելի իրենց մտքին մեջը գարը կապված է պասեքի հետ։ Պասեկը, որ հիշադակն է, իրենց ազատվելը եգիպտական քերությունից։ Մենք այս ամենը կարծում ենք որպես պատմություն եւ չենք կարողանում մտածել խորքը չենք կարող մտնել, որովհետեւ չունենք պետք եղած տեղեկությունները չունենք, որ ավելի խորը մտնենք եւ ավելի խորը հասկանանք այս ամենը։ Ուրեմն, երբ որ գխոսենք մենք Պասեքի մասին եւ գխոսենք Եգիպտոսից ազատվելու մասին, ասենք ամենը բարձ պատմություն չէ։ Եվ փուն պատմությունը իրականության մեջ միայն ազատվելը չէ Եգիպտոսից, շատ ավելի խորն է։ Ստրկությունից ազատվելն է, բայց մի ստրկություն, որ Աստված ոչ թե միայն իրենց դուրս է հանում, այլ երբ որ կարդում ենք նաև եւ ասիկա մի քանի տաս հետո եթե շարունակենք Աստվածաշունչը կարդալ շինակ ձևով մի քանի տաս հետո մի տեսնենք որ Աստված ոչ թե բադուհասներ ուղարկում է, խնդիրը բադուհաս ուղարկելը չէ, այլ ամեն մի բադուհաս 19 բադուհասները որ տեղի են ունենում, այդ ամենը այդ չաստվածներն է, որ իրենք պաշտում էին։ Այդ ամենը խորդագում է, ասած խորդագում է իրենց բոլոր չաստվածները, բայց հրեա ժողովուրդը չի հասկանում, որովհետև դուրս ելալ են մի քանի շաբաթ հետո մոռանում են եւ ասում են Ահարոնին մեզի Աստված դերշին է, ծուլերշին է, որ պաշտենք։ Ուրեմն բայց ինչ որ Աստվածաշունչը մեզի գուզե սորվեցնել այդ բանի գարի մասին եւ Պասեքի մասին այն է որ սա չափազանց կարեւոր է եւ մի բան է որ այսօր միջոցով է որ մենք պիտի ազատվենք մեր բրգությունը այդ կարի միջոցով է սա է ինչ որ ինքը մարգարենում է իսկ հետո երբ որ գարտում ենք որ Հովանես մարդիկ ուղարկում է ասելով որ Թունես կամուրշին սպասենք սա իրականության մեջ մգրտիչի հարցումը չէ այլ գուզե իրեն աշակերտներին ուղարկել որ երթան եւ տեսնեն եւ հասկանան ինքը պետքություն չունի ինքը վստահել է վերջացրել է մարգարեացել է Սուրբ Հոգին տեսել է որ իջավ իր վրա բայց հավասիկ ինքը գուզե որ իր աշակերտները երթան եւ հարցնեն որ Թունես կամուրշի մի սպասեն եւ Հիսուս որ պատասխանում է արդյոք ցեզ մեկանի օքի կրնա ասել որ ես հասկացա Հիսուսին պատասխաններեն ես հասկացա որ Հիսուս ինքն է Մեսիան եւ եթե ասես ինձ որ ես հասկացա ինչպես հասկացար որբեսի հասկանաս պետք է գիտենաս ամբողջ 5 դագարանի պատմությունը եւ ամբողջ ինչ որ հրյա ժողովուրդը սպասում էր Մեսիայից որովհետեւ մեսիական գաղափարը որ կար տարբեր մարդիկ տարբեր խումբեր տարբեր ծավալ այդ ամենի մասին մտածում էին ինչպես այսօր եւս այսօր երբ որ մտածես մարդկանց գաղափարը աշխարհի վերջավորության վրա կտեսնես որ փյուրավոր տարբեր գաղափարներ կան մեկ մասը
Այսինքն միշտ եղած է 2000 տարվա մեջը միշտ եղած են մարդիկ, ովքեր ասում են, որ մեր օրով աշխարհի վերջ պիտի լինի։ Եվ երբ որ գսենք, որ մեր օրով աշխարհի վերջը պիտի լինի, սա կնշանակի, որ մենք մեզի այնքան կարևորություն կտանք, որ երբ որ մենք երտանք, աշխարհը վերջացած պիտի լինի։ Խնդալիք է ինձ համար։ Ես երբ որ գնայիմ աշխարհի պատմությանը, ես կսեմ, որ ասկեր 1000 տարի հետո մարդկությունը դեռ պիտի շարունակե։ Մարդկությունը պիտի շարունակի։ Ես պիտի երտամ, մենք բոլորս պիտի գնանք, բայց մարդկությունը պիտի շարունակե։ Եվ երբ որ տեսնում ենք այդ ինչ որ մեզանից յուրաքանչյուրը տեսավ իր կյանքի մեջ այդ մեծ փոփոխությունները, կարծում ենք, որ ասկե ավելի չի կարելի, կամ ասկե ավելի շատ վատ պիտի լինի։ Չէ, ինչու։ Ղեկը Հիսուսին ցերկն է, ինքն է բոլոր պատմության հեղինակը, ինքն է որ պատմությունը կհյուսե իր ուզածին պես։ Մարդիկ ինչ որ ուզեն տոնեն, մենք չենք կարնար խանգարել Աստծո ծրագիրը։ Աստծո ծրագիրը շարունակվում է եւ պիտի շարունակվի։ Ուրեմն, երբ որ գնայինք Հիսուս ինչ կսե, կացեք եւ ասեք։ Ինչ է լինում։ Մանավանդ Հիսուսի ժամանակ, Հովհաննես Մկրտիչի ժամանակ, ժողովրդին մեծամասնությունը սպասում է մի մեսիայի, մեսիա, որ կնշանակի օձյալի, որտեղ մեսիան Արամայերեն բարե Քրիստոսը հունարենը հայերենը օձյալ Աստծո կողմեն օձված այդ անձնավորությունը որ պիտի թակավոր է եւ իրենց համար ինչ տեսակ թակավոր Դավթի ընտանիք Դավիթը ով էր չափազանց մեծ ռազմական անձնավորություն էր որ կարողացավ բոլոր հրյա ժողովուրդը հրյա 12 ցեղերը միացրեց Եվ իրենք միացած մնացին միան մոտավորապես 80 տարի վերջացավ այդ միությունը երբեք չեղավ հիմա սպասում եմ որ նորը որ պիտի գա նույնիսկ սամարացիները սպասում էին բայց իրենք տարբեր մեկում սպասում էին սամարացիները սպասում էին մեկը որ Մովսեսի պես պիտի լինի եւ ոչ թե Դավթի ընտանիքից բայց հрьяաներուն մեծամասնությունը Դավթի ընտանիքից մի թագավոր պիտի գա եւ հույներին եւ հռոմեացիներին եւ բոլորին պիտի չախչախե եւ հոն պիտի լինի հրեական ժողովրդի հրեական թագավորության խաղաղ երկար ժամանակ ասա ինչ որ իրենք խոսում են ասա ինչ որ իրենք սպասում են եւ Հիսուս ինչ ասում է Կացեք եւ ասեք ինչ որ տեսակ գաղերը կայլում են մերեները հարություն են առնում գույրերը տեսնում են եւ Աստծո խոսքը քարոզվում է բարձերին աղքատներին Այսինքն այս ծևով մգրտիչի կողմեն ուղարկվածները իրենք ամբողջային դարբեր կաղապար ունեին իրենք ավելի հոգևոր կաղապար ունեին քան մնացած ժողովուրդը որտեղ մգրտիչը չեր մտածում չեր քարոզում մի թագավորի որ պիտի կործանե հռոմեական կայսրությունը ինքը գոչեր անում ներքին փոփոխության ինքը խոսում էր զղջումի մասին ապաշխարության մասին աստծո թարնալու մասին սա էր իր
դված պատկամը իր աշակերտները երբ որ Հիսուսին կողքացին եւ Հիսուս ինչ որ իրենց ասեց ավելի գնիկը դրավ մգրդիչի բոլոր սորվեցածին Շնորհակալություն շատ։ Բարձ է հիմա ավելի հասկանալի է, քան այն ժամանակ։ Շնորհակալություն։ ամբողջ աստվածաշունչը տեսեք ես 60 տարիավոր 60 տարիավոր ուսումնասիրում եմ եւ առաջին էջի չեմ անցած գիտելիքներին միլիոնավոր էջ կա ունդեղ բայց ես այդ ինչ որ դեսնում եմ ավելի եւ ավելի սիրում եմ եւ հասկանում եմ Աստծո մեծությունը երբ որ գնայիք դուք դիեզերքի մեծությունը ես այդ մեծությունները ամենը գտնունիմ բայց շատ բան չեմ հասկանում բայց երբ որ գտեսնեմ որ Աստված ինչպես թարերու ընթացքում խոսում է եւ այդ բոլոր խոսքը այդ ամենը ինչ որ աստվածաշունչի մեջ հավաքված է այնքան խորն է այնքան ամեն մի բառ միս բոլոր բառերի հետ աստվածաշունչի ամեն մի պատկեր բոլոր պատկերների հետ միասին այդ ամենը շալված է եւ տալիս է մեզի մեկ հիանալի զմայլելի պատկեր որ ան պատկերին արչեւը ուրիշ բան չեն կրնարն է այդ պատկերը Հիսուս ինքն է եւ ծնգի ու կանք եւ կբաշտենք որովհետեւ Հիսուս ով է Աստծո խոսքն է Աստվածաշունչը ինչ է Աստծո խոսքն է դրա համար է որ մենք այնքան կարեւորություն կտանք ավետարանին մեր եկեղեցու մեջը գիտեք խորանին վրա նույն հարկանքը մենք տալիս ենք ավետարանին ինչ որ մենք հարկանք ցույց ենք տալիս նաեւ Սուրբ Հաղորդության որտի երկուքը մեկ է տարբեր ծևով բայց ինքնությունը նույնն է այո խնդիրը այդ քիրքը չէ Աստվածաշունչի կամ նոր գդագարանի կամ ավետարանի քիրքը չէ խնդիրը նոր մեջի բարունակությունն է որ իրապես հիանալի մի բան է ամեն մեկ խոսքը այդ ամենը չափազանց մանրակրկիտ այսօր երբ որ այսօր երես անշուշտ երբ որ Ռոբի Բաբը ընդրվեց մենք դեսանք Սիստին բանը մեծ մադուրը եւ հիշեցի որովհետեւ ես հոն եղել եմ այդ ամենը որոշ ժամանակ անցկացրել եմ դիտելու բայց որքան հիանալի է քանի տասնյակ մետր բարձրության ունդեղը այդ քծակրությունները այդ ներգերը որքան եւ ամեն մի վրցինը որքան ուշադրությամբ աշխատել են որ շիդակ ծևով անեն եւ այդ ամենը այսօր այլևս այդ մանրակրկիտ մասերը չենք տեսնում միան տեսնում ենք այդ ընդհանուրը աստվածաշունչն նույնն է բայց այդ ընդհանուրը պիտի տեսնենք եւ ընդհանուրը որ պիտի տեսնենք ինչ է ընդհանուրը բրգության պատմությունն է ինչ է բրգության պատմությունը բրգության պատմությունը որ Աստված ստեղծեց մարդուս իր պատկերի նմանությամբ սա ինչ որ Աստված ստեղծեց
Եվ մարդը ինչ արավ կանտեց։ Եվ ամբողջ պատմությունը այն է, որ Աստված նորեն եւ նորեն հնարավորություն է տալիս եւ մարդը նորեն եւ նորեն կանտում է։ Առաջինը Ադամ եւ Եվան, հետո Նոյը, հետո Աբրահամը, հետո Մովսեսը։ Ասած ամեն մեկուն հետը գուզեր նորեն սկսել, բայց բոլորն ածախողվեցին։ Եվ ցախողության պատճառը միշտ նույնն է։ Եվ մեր կյանքի մեջն էլ Աստծո ցախողությունը մեր կյանքին մեջ է կամ մեր ցախողությունը Աստծո ծրագրին նույնն է։ Ադամ եւ Եվայի որ մեզիմյան Եվայի կողմեն ներկայացնում են պատկերը, բայց Ադամ եւ Եվան նույնն է։ Մենք ալ նույնն ենք, նույնն է մեղքը, ուրիշ մեղք չի գա, մեկ մեղք է միայն։ Իսկ ինչ է այդ մեղքը։ Երբեք մտածել եք սա է որ երկար պետք է մտածենք, որովհետև ինչ որ պիտի մտածենք այս Ադամ եւ Եվայի պատմությունը վերջնական օրեն զեդեղված է Աստվածաշունչի մեջը Հիսուսից մոտավորապես 600 տարի առաջ։ Անգերաչալ գխոսվեր, անգերել խոսվեր, բայց հոնդեղ դրվեց Հիսուսի ծնունդից 600 տարի առաջ, Նաբուկադոնոսորի ժամանակին մի քիչ առաջ։ Ուր իրենց չորս կողմը հակին չափազանց տքեղ առասպելներ կային, թե աշխարհը ինչպես սկսած է չաստվածները, որովհետև մարդիկ չաստվածները ստեղծեցին իրենց նմանության, մարդկային գիրքերով չաստվածները ստեղծեցին։ Հավասիկ մի ժողովուրդ, որ մեզի կարողանում է դալ Ադամ եւ Եվայի պատմությունը։ Իրենք հոնչեին եւ այսօր գիտությունը մեզ ասում է, որ հնարավոր է, շատ հնարավոր է, որ մարդս, ինչպես որ մենք ենք մտածող եւ ազատ կամք ունեցող եւ ազատ հոգի ունեցող մարդը կարելի 100,000 տարի առաջ սկսել է։ Եվ ոչ ալքի դեր խոսել։ Այդ ամենը կամաց եղավ։ Ուրեմն ինչն է որ Աստվածաշունչը առաջին 2-3 գլուխներին մեզ դալիս է։ Սրա մասին պետք է մտածենք եւ երբ որ կմտածենք, թե չեմ գիտեր դուք ինչպես կմտածեք, բայց ես քանի 100 հարցումներ ունեցած եմ եւ այդ ամեն հարցումներին պատասխանները փնտրած եմ։ Եվ հիմա ոչ էլ գիշեմ այդ հարցումները, որ ես ունեցել եմ տարիների ընթացքում եւ փնտրել եմ այդ ամենին բան անորոշ գզարմանամ, երբ որ հարցումներ չունիք։ Որտեղ են բերին եւ ինչ է իրենց ասածը, որովհետեւ իրենց ասածը առասպել չէ։ Եվ մի կարծեք, որ Աստված մեգումա թելատրեց որ քրե, չէ, այլ Աստված մարդուս մեջը վերջերս մի սրբազան խոսում էր եւ ասում էր, որ Աստված մեր մեջը, մեզանից յուրաքանչյուրի մեջը թրել է մի բնիկ էություն։ Եվ ինչ է այդ բնիկ էությունը։ Հայերեն բառը որ կդա բնիկ բառն է միան, բայց անգլերենով աբորիջինի կամ երբ որ Ամերիկայի մասին խոսիս բնիկներու մասին երբ որ խոսին, այսին առաջին մարտիկները որ գտնվում էին հոն
Հիմա խնդիրը այդ ձևով չի, այլ մեզանից յուրաքանչյուրի մեջը գա մի բնիկ էություն։ Եվ այդ բնիկ էությունը Սրբազանը պատմում է, ասում է, որ սա մեր խիղճն է։ Եվ այդ խիղճը մարդուս մեջը զարգանում է, զարգացել է։ Եվ որքան մարդս մաքուր կյանք է ապրում, ավելի կարողանում է լսել եւ հասկանալ իր խիղճի ձայնը։ Որքան մեղքերի մեջ է մնում, գործընծնում է այդ մաքրությունը, զուլալությունը իր խիղճին, ինքը գործընծնում է, ինքը կանտում է։ Ուրեմն Աստված կարողացավ մարդուս մեջը այդպես դպավորել, որ մարդս հասկանա մեղքի էությունը։ Մեղքի էությունը այն է, ինչ որ կարդում ենք Ադամի եւ Եվայի մեղքի մեջը, որ հավասիկ սատանան փորձում է եւ ստեղծում է մի կացություն, որ Ադամ եւ Եվան այլևս դարագույսում են, թե Աստված իրապես իրենց սիրում է, կամ Աստված մի դերդիրական անձնավորություն է, որ իրենց գործածում է։ Միշտ բոլոր պատմությունների մեջ այդպես է, բայց Աստված ամբողջովին դարբեր է, Աստված դալիս է եւ ասում է, որ ել ավելի պիտի դա։ Իսկ մարդս 3-4 տարեկան երեխայի պես, որ չգիտեր սпасել, ամեն ինչ ամիջապես կուզե եւ համբերություն չունի։ Եվ որոշում է, որ ես պիտի որոշեմ ես ինձ համար, պիտի չընդունեմ իմ հորս իշխանությունը։ Բայց հայրը աշխարհից հայրերուն հետ չփախտadենք ասում, բայց հայրը ինչպես նայում է, ինչպես տեսնում է մեզ բոլորիս, ցանկանում է դալ եւ դալ եւ դալ։ Ինչպես որ կարդում ենք Աստված երբ Նատան Մարգարեի Պերնո Դավիթին ասում է, ես քեզի այդքան գանայք տվի, եւ եթե բավարար չէր, կրկինը գտայի, բայց ցուն չբավարարվեցիր։ Սա է մեր մեղքը, չբավարարվել Աստծո։ Ամենաբզիկ մեղքը, որ գործենք եւ ամենամեծը, որ գործենք, ուրիշ բան չէ, միայն ասիգա է։ Ամեն մի նախանձը, ամեն մի սուդը, ամեն մի որևէ բան սխալը, որ մտածում ենք, խորքին մեջ է նույնն է, տարբերություն չի գա։ Ես կուզեմ որոշել ես ինձ համար։ Իսկ հարմար է այդ ձևով մենք ապրենք։ Սրբությունը ուր է, սրբությունը երբ որ ես կարողանամ ես ասել ես ինձ ոչ։ Պիտի հնազանդվեմ Աստծուն, Աստված ավելի լավ գիտի։ Եվ մեր յուրաքանչյուրը դա մենք դա էլ անում ենք, գիտեք։ Մենք մինչև այս ամբողջ անձնավորություններ չենք։ Շատ անգամ մենք լսում ենք մեր խղճին։ Մենք հնազանդվում ենք մեր խղճին։ Երբ մենք ողորմած ենք եւ ցանկանում ենք օգտակար լինել ուրիշին։
Երբ որ մեր եսասիրությունը կոտրում ենք, որպեսզի ուրիշին օգտակար լինենք, ուրիշին մեջը տեսնենք Հիսուսը, մի քանի ամիս է ի վեր ես մի դիգնոջ հանձնարարած եմ, որ վերջին դարիների ապրած եւ մեռած անցիկ ովքեր իրապես բայկարած են, որպեսզի սրբագած կյանքը նույնիսկ սխալ բառ է, ովքեր աշխատած են քրիստոնյա կյանք ապրել եւ որպես քրիստոնյա հավատքով ապրած եւ մեռած են։ Ուրեմն այս շաբթվա մեջը ինձ գրած է եւ ցեզի գարտամ իր կրությունը ուրենք ասում եմ ես գրում եմ լի երախտագիտությամբ եւ զգացմունքներով խորապես եւ անգեղծորեն շնորհակալ եմ, որ վստահեցիք ինձ ապակա սրբերի կյանքի մասին գրելու գործը։ Այս աշխատանքը ավելին է, քան բարձրապես համագարկչում դպված խոսքեր։ Այս մարդկանց պատմությունները քաջության, զոհաբերության եւ Աստծո հանդեպ վստահության մասին շատ են ոգեշնչել ինձ։ Նրանք հիշեցրել են ինձ, որ սրբությունը հնարավոր է նույնիսկ մեր ժամանակներում, նույնիսկ սովորական կյանքում։ Այս աշխատանքի միջոցով իմ սեփական հավատքը խորացել է, որտեղ հուսահատություն կար, հիմա հույս կա, որտեղ վախ կար, հիմա լուր ուժ կա։ Հայրանդոն, շնորհակալ եմ այս աշխատանքին, որ ինձ ուսացիք։ Շարունակում է, բայց իմ ուզածս միայն այն է, որ իրեն փոխում է եւ սա մի բան է, որ մենք որքան գարտանք սուրբերու կյանքը եւ կտեսնենք, որ սուրբերը մանավանդ եթե շիտակ ձևով գրված են, կտեսնենք, որ այդ բոլոր սուրբերը գոդորված մարդիկ են, իրենց տղարություններով, իրենց մեղքերով, բայց եւ այնպես Աստծուն վստահած են եւ հետևած են Աստծուն։ Եվ այսօր մասին Ֆրանցիսկոս Պապը բավական երկար քրություն ունի սրբության մասին, որ սրբությունը շատ բարձ բան է։ Եթե իրապես միայն հետևենք Հիսուսին։ Ինչ որ պատրաստած է այսօրվա համար, սպասում եմ, որ մի քանի օքի եւս լինեն, գներեք, իսկ կուզեմ արամարել ծեր չորսերի ներգայությունը, բայց չեմ գիտեր։ Եթե գիտենամ, որ միայն 4 օքիով պիտի շարունակենք զոր 4 օքիով, ընտիր չէ։ Ինչ որ ասեցիք, Հայրոնդոն, շատ տնուցող եւ պետքական բաներ մեզ համար։ Ես բանը դարագույս չունիմ, որ Աստված կարող է գործածել իմ խոսքերը իր նպատակների համար։ Ինչ որ անցյալ անգամ ասեցի նորեն կգրկնեմ։ Իմ բոլոր ասածներս ցածրություն է։ Միայն Սուրբ Հոգին է, որ ինքը որոշե թե ինչ կուզե գործածել, ինչպես կուզե գործածել եւ կուզե գործածել, որպեսզի
իր կորձը կարեցն է, բայց պետք է սերմանվի, եթե չի սերմանվի, արդյունք չի դար, կսերմանես, մնացածը աստծո կորձն է, և անցրևը, և արևը, և հողի բարարդությունը իր կորձն է, իմս չէ, եթե կարող եմ ես ձեզ չորս որ հիմա հետս եք, որովհետև Լիլիթը միշտ իմ հետս է, և գիտե իմ ծրագիրները, և գիտե որ հիմա հատուկ կերպով աղոթում ենք դպրոցի համար։ Ուզեմ դպրոց հիմնենք, բայց բուն նպատակը դպրոց հիմնելը չէ, դպրոցը միջոց է, այլ բուն նպատակը մեր ժողովրդին սրբացումն է։ Երբ դպրոցը լավագույն իմ կարծիքովս, որովհետև ես դպրոցի հետ աշխատել եմ դարիներ շարունակ, դպրոցի տնօրեն եմ 18 տարեկան եւ այսօր 22-23 տարի է որ հեռացել եմ դպրոցեն, բայց տեսնում եմ այդ աշխատանքը, որ դարի այդ անցիկ, որ իմ դպրոցը հաջողեցին, ինչպես իրենց կյանքը փոխված է եւ փոխվում է եւ ուրիշներուն կյանքն էլ փոխվում է Հայաստանի մեջ նույն ցավով մենք կարող ենք դա անել բայց աստծո ծրագիրն է մեծ աշխատանք է հիմա փնտրում ենք անցիկ բայց ցեզ მე պիտի խնդրեի որ ամեն օր աղոթեիք հատուկ կերպով աղոթենք Սուրբ Հայրոսեփին որովհետեւ Սուրբ Հայրոսեփը ընտանիքին բահապանն է մենք կարիք ունենք մեր ընտանիքների սրբությանը մեր ընտանիքների պետք է նվիրենք Սուրբ Հայրոսեփին խնդրելով իրեն եւ Աստծամոր մշամդությունը որովհետեւ մեր ընտանիքները ավելի սրբագած կյանք ապրեն հիմա մի քանի օքի որ ունիմ 4 կողմս ամեն օր միասին մենք վարտարանը աղոթում ենք այս նպատակով ինչպես կարող եք դուք եւս մտածել եւ բանել չգիտեմ եւ նաեւ ինչպես որ անցյալ անգամ ասեցի նորեն շարունակեմ արևիկը գործընծուցինք երկոգի որ Լիլիթը եւ ուրիշ մեկը որ արևիկեն է Ետ եկան ինտերնետը գորավ ետ եկավ ինչևս ուրեմն աղոթում ենք որ մեր երիտասարդները հետաքրքրվեն Աստվածաշունչով հետաքրքրվեն Հիսուսին ճանաչելով եւ մոտ ժամանակեն հույսով եմ որ կսկսեմ մի հատուկ դասընթաց երիտասարդների համար Մեր մոտ շատ ցավալի իրավիճակ է Հայր Անտոն, հենց Սոչի ժողովրդապետության մասին է խոսքը։ Մեր ժողովուրդը դարերից եկած հավատը իրենց մեջ է պահում է, բայց երիտասարդությունը շատ пассив է։ Հիմնականում մեր սերունդը, իմ սերունդն է գալողը։ Երիտասարդներն ու երեխաները չկան։ Լավ, ինչ կնաս անել, շատ բարձ է, ես ամեն օր մեկ հարմերս երիտասարդներին համար, և մանավանդ, եթե գիտես մեկ երիտասարդ, այդ երիտասարդին համար աղոթ է, որ ասված մի կերպան է, և նաև օրվա մեջը, եթե բստիկ, չեմ գիտեր Հայաստանի մեջը, ծեր մոդը, եթե ձեզի սորվեցած են, մահացությունը ինչ է, մահացությունը այդ իմաստով որ եթե սիրտս կոնֆետ կուզե և ես այդ կոնֆետը կսեմ որ հիմա բիչուդեմ 5 ժամ վերջի բիդուդեմ կամ բաղ բիդուդեմ և ասիկա աստան կդևիրեմ սա աղոտք է
Եվ երբ որ այս աղոթքին ես նպատակ գտնեմ, թե ասված իմ օգներ այս երիտասարդին, օգներ մեր երիտասարդներին, արդյունք կտա։ Կրնալար որ ես եւ տուն չտեսնենք այդ արդյունքը, բայց արդյունքը կա, անպայման կա։ Սա պետք է մենք լավ հասկանանք եւ աշխատենք այդ ուղղությամբ։ Բզդիկ բաներ, ուրբաթ օրերը միս ուդել չուդելը, բայց գիտեք, չեմ գիտեր քանի օքի գճաշնաս, որ շաբաթը 7 օր միս կուդե։ Բայց ես մեծած եմ մի ընտանիքում, որ մայրս 14 տարեկան եղած ժամանակը աստվածամորում եմ մի շնորհ խնդրած էր եւ աստվածամոր ասել էր, որ ամբողջ իմ կյանքս ես շաբաթ օրերը միս չեմ ուդել, եթե այս խնդրանքս կատարես։ Եվ աստվածամայրը կատարել էր եւ ինքը ամբողջ իր կյանքը շաբաթ օրերը միս չէր ուդել։ Ուրբաթ օրը եւ շաբաթ օրը միս չէր ուդել։ Եվ այդ ամենը նպատակ ուներ։ Եվ նաև իր կյանքը այդպիսին էր, որ 6 զավակ ուներ, ամեն օր մի զավակի համար գաղութեր։ Իր օրը կնվիրեր Աստծուն այդ զավակին համար։ Երկուշաբթին մինչև շաբաթ։ Իսկ կիրակի օրը բոլոր մեր ժողովրդին, բոլոր հայ ժողովրդին համար կնվիրեր իր աղոթքները։ Հրաշալի է։ Եվ ես նույնը բան գնեմ գարաչարգեմ բոլորին, որ այդ ծևով աղոթեն։ Ես անցամ, ես իմ ամեն օրս տարբեր բանի համար կաղոթեմ։ Հատուկ նպատակ միշտ։ Երկուշաբթի օրը բոլոր քահանաների համար կաղոթեմ, հայ քահանաների համար, առաքելական կամ կաթողիկ, իմ կողմնակերտին չի գա։ Երեքշաբթի օրը կոչում, եւ ընտանեկան կոչումը, եւ քահանայական կոչումը, եւ առաքելականը, եւ կաթողիկեն, նույնիսկ փոխկականը։ Եվ որ ինձ բանգեն, որ փոխկականը սխալ բաներ կսրվեցնեն։ Սուրբ Ոսկը ասել է, որ ինչի համար որ գուզեն թող խոսին Հիսուսի մասին, թող խոսին։ Սուրբ Ոգին է, որ իրենց մեջ վերջի կշտկի այդ ամեն Երուսացին պես։ Չինշագոր ես կաթողիկությունն հրաժարվիմ կամ բացեվով տեղի ուտա։ Չդեղի չեմ դար ես, վաբշե տեղի չեմ դար։ Բայց բոլորը իմ եղբայրներս քույրերս են։ Չեմ ուզել ոյևէ մեկը խնդիր ունենամ Աստծո հետ։ Բոլոր աշխարհին համար կավատեմ, բայց ինձ համար կարևորը հայն է։ Անոր համար է, որ ես թողել եմ իմ երկիրը եւ եկած եմ հոս։ Անյալ իմ երկիրը չէ, իմ երկիրս հոս է։ Ես Երուսաղեմ եմ ծնվել, տարբեր երկիրներ ծառայել եմ, Ավստրալիայում մեջ 25-26 տարի ապրել եմ, բայց ուր որ եղած եմ, ես միշտ զգացած եմ, որ ես երկրորդ կարգի քաղաքացի եմ, բացի երբ Հայաստան եկա։ Ես միշտ ասում եմ, որ մենք, ովքեր Հայաստանից դուրս ենք ծնված, կճուճի ծաղիկներ ենք։ Հայաստանցին իրեն արմատախիլ է անում հայ իր հողից։ Մենք կճուճի ծաղիկ ենք, մի կողմից մի կողմ տարվում ենք։ Այդ ձև է ստացվել, շատ ցավալի իհարկե։ Այդ Հայր Անտոնիս կա բանում Ավստրալիայում դուք որպես հոգևորական եք էլի եղել, թե այնտեղ ուղղակի մանկավարժություն եք արել։ Ես 20 տարեկան էի, երբ որ Ավստրալիա գաղթեցինք, ամբողջ ընտանիք, 25 տարեկան էի, երբ որ որոշեցի կանա բանջամարան երտալ, Ավստրալիա ես ճամարան կացել եմ եւ հոն է որ ուսումնասիրել եմ, հոն է որ ես ցերնատրվել եմ
Ավստրալիա, Սիդնե, եւ հետո եկել եմ Իտալիա, եւ ես հայերենս հայերեն խոսեինք դունը, եւ գարտալալ գիտեի, բայց հայերեն երբեք չէի սովորել, այնպես որ Այսինքն դուք լատին կարգով եք այո, ես լատին վարդապետ էի, եւ հետո բան հայ ծեսին սկսած արայը, բայց սկիզբը ես լատիներուն գտարեի։ Եկա Իտալիա, հայերենը սովորեցի, հայկական ծեսը սովորեցի, բայց նաև ասեմ, որ ես երբ որ 7 տարեկան էի, ամեն նոր բաբայիս հետ հայկական պատարագի կերտայինք Արտուժամաբեցին։ Առաքելականը։ Ոչ, կաթողիկ ընտանիք ենք։ Հա Երուսաղեմում եք ձև եղել, հա։ Չէ, ամման հորտանա։ Ես Երուսաղեմ եմ ծնվել, բայց 4 տարեկան եղած ժամանակս հրյաները ադուն որ ես ծնված եմ ռմբագործեցին եւ մենք ստիպված տվեցինք երկիրը եւ գնացինք ամման հորտանան հոն է որ ես ուսումս ստացել եմ դա ֆրանսական վարչարան ուսումս ստացել եմ եւ հետո Ավստրալիա գաղթեցինք Աշխարհի մարդ եք դուք ստացվում է որ վարտապետ բոլոր բաների տեղերի հետ բանը արել եք համը հոտը ժողովրդի հետ ամենքն իրենց մենտալիտետն են ունեցել հետաքրքիր կյանք եք ունեցել շատ եւ ունեք խնդիրը պիտի ասեմ որ որովհետեւ ես օդարների մոդ իմ եւ դպրոցական ուսումը եւ նաեւ բանկրոնական ուսումս ավստրալիացիների մեջ եւ ավստրալիան մի քիչ տարբեր է Հայաստանին այդ իմաստով որ չեմ գիտեր 40-50 անգամ ավելի մեծ է ավստրալիան չափազան լայն երկար մեծ դերմն է մեկ կողմեն մյուս կողմ ավստրալիային 5 ժամ ինքնատիրով գերտաս դեր ավստրալիա ես ասեն ոստեղեն Փարիզ գերտաս դեր ամենը ավստրալիա է Onde vorbesc să dănăren, așa că nerun este rele polor australian bădățele, hazaravor, dasnea hazaravor kilometri iren starele. Autobusul este varei. Line, shut line, bădate la gerb ca undera, e miști mețri, cum dați Եվ այդ ծևով որ նաև ես երբ որ հոս եկա այդ ծևով մտածեցի, բայց չստացվեց 22-23-րդ տարին է ես ասեմ 21 տարի է իվեր միշտ խոսել եմ որ հոստեղը մեզի երկու բան պետք է մեկը կրոնագիտության քոլեջ պետք է բանանք եւ ոչ մեկ սրբազան չընդունեց եւ նաեւ հայկական դպրոցներ հայ կաթողիկ դպրոցներ բանանք եւ ոչ մեկը չընդունեց հիմա այսինքն ձեր ծրագրով է հայ կաթողիկ դպրոց որ ասում եք պետք է ընդհանուր միջնակարգ կրթություն ստանան այո մանկաբարձեն մինչեւ 13-րդ դասարան բայց իրագործելի է տեսնում եք արդեն այդ բանը Սիլուետը ոնց են ասում հայերեն այդ շատ մեծ բան է ծրագիր է իմ կարծածս ավելի մեծ է որովհետև իմ ուզածը ոչ թե մեկ դպրոց է կուզենք մեկ դպրոցը սկսել Գումրիի մեջ եւ տեսնել ինչ խնդիրներ կան որ այդ խնդիրները լուծվի եւ անգե հետո մի քանի դպրոց Երևան տարբեր դպրոցներ եւ դաշիր եւ տարբեր տեղեր դա պետք է պետության հետ բան լինի պայմանավորվածություն լինի որ ուսուցիչներին աշխատավարձ տան
Ինչպես է դա ինչպես կարելի է պատկերացնել։ Իրենք պիտի չի դաննա, ուսուցիչներն իրենք պիտի չի վճարեն, մենք պիտի վճարենք։ Աշակերտները որ պիտի կան, իրենք պիտի վճարեն։ Եվ Բարձր է։ եթե աշակերտները չեն կարող վճարել, մենք պետք է գտնենք հովանավորներ։ Արդեն հիմա ես ունիմ 20 աշակերտի հովանավոր։ Երբ էր 3-5 շաբթի էր 3 բան այդ անձը որ ինքն է որ հիմա շարժիչ ուժն է որովհետև ես ծերացել եմ ես չեմ գնալ այրոսվանը ես միայն ուղղություն գտամ բայց այդ անձը որ շարժիչ ուժն է 3 մարզպետարան գնաց եւ մարզպետի փոխանորդի հետը բան հանդիպում ունեցավ եւ երկուշաբթի օրը մարզպետարանեն պիտի կան մեր կողը նային Այսինքն դեր շենքը կառուցված չի դեր հողը առնված չի շենք ունենք բայց նաեւ մարզպետարանը այնքան բարիացակամ է որ ասեց որ ոնդերը դպրոցներ կան որ լրիվ չեն օգտագործում մենք կարող ենք իրենց մոդը սկսել հա հասկացա բայց այս ամենը ահագին աղոթք է ահագին ագանչի հետև մի տնեք խնդրեմ աղոթեք աղոթենք բայց մենք այնքան մեր խնդիրներն ունենք որ վախենամ մեր աղոթքը մինչև այդտեղ չհասնի վարդապետ մենք մեր ժողովրդավետության մեջ այնքան աղոթելու տեղ ունենք սխալի այո որովհետև դες աղոթքի ամենակարևոր մասը որն է եղբայրսիրությունն է աղոթքը մի քիչ տարբեր է եւ կսիրեմ ասծեվով բացատրել եթե ես 10 խնդրոր ունիմ եւ դիմացս 10 հոգի կան եթե բաժնեմ ամեն մեկուն մեկ հատ կդրվի եթե 5 հոգի են 2 եթե մեկ հոգի է 10 մեկ հոգի 5 երթա բայց աղոթքը այդպես չէ ես աղոթք ունիմ եւ այդ աղոթքը մեկ հոգու համար գնեմ այդ անձը այդ կընտունի ամենը բայց եթե 10 հոգու համար աղոթեմ ոչ ամեն մեկը 10% կընտունի ամեն մեկը լմանը կընտունի եթե 1000 հոգի է նորեն ամեն մեկը լմանը կընտունի այո դուք դա ասել եք էլի եք ասել շատ սիրուն է վարդապետ ջան բայց աղոթքը ժամանակի զոհաբերություն է սրտի զոհաբերություն է այդ իսկ եթե մենակ խոսքով պետք է ես ասենք Լեննական է Գյումրի նա դա ուղղակի խոսք է առանց հոգու քո միջից ուժ դուրս գալու դες նորեն սկիզբ ես ասեցի նպատակը դպրոցը չէ նպատակը ժողովուրդը Աստծուն մոտեցնելն է սա է ամենակարևորը առաջինը ուրեմն մենք պիտի աղոթենք որ հայ ժողովուրդը եւ նաեւ կարևորություն պիտի դաս ինձ համար դեսեք կարևոր գեդը այդ հայությունն է որովհետեւ ես Ավստրալիայում եմ կարող էի ավստրալիացիներին հետ մնալ եւ այնտեղ հայեր ալկան եւ ես այնտեղ հայկական դպրոց ունեի 18 տարի բանտորեն եղած եմ հայկական դպրոցին եւ հայկական դպրոցը ինչպես ասեցի այդ բանն է մանկաբարձեն միջև բարձր դասարանները այդպես էր մեր դպրոցը եւ որքան նույնիսկ անիզեցին ինձ որ ես թողեցի Ավստրալիան եւ եկա Հայաստան բայց ինչու թողեցի Ավստրալիան որովհետեւ Ավստրալիայում մեջը հայությունը քանի դար կրնա մնալ
նույնիսկ Սոչի, որքան պիտի մնա հայությունը։ Իմ ասածս այն է, որ ես հայերեն գաղութեմ եւ հայերենը ինձ եկած է իքին միլիոնավոր զոհերի, չեմ ուզեր, որ այդ հայերեն աղոթքը իմ մեջս վերջանա։ Գուցեմ, որ հայերեն աղոթքը շարունակվի, դες ասկե 800 տարի առաջ 100,000-ն ավելի հայեր կաթողիկե գնացին Լեհաստան։ Հիմա քանի հոգի կա։ Այսօր Ռուսաստանի մեջ քանի հոգի մեր հայերեն հայերու հետ ամուսնանում են։ Ամերիկայի մեջ նույնը, Ավստրալիայի մեջ նույնն է։ Մեր հասկությունը պիտի բջացնենք։ Մեզ մոտ թող չի վերջանա։ Իմ գերիվս մինչև վերջ ոստեղ նաև նույնիսկ լեզուն, ոստեղ դադիկների հետ, մեծերի հետ, ասեմ որ հայերեն բարեր գործացեք։ Այսօր չեր երեկ է մի դադիկ, որ ելակ բարը ինչ լեզով գործած է շիմ, ասի որ անիկա ինչ է, սավ ելակ ինչ ես գործած է, Լոբնիկա։ Կովը թորնիգն է, ասի որ թորնիգիտ հայերեն խոսի էր, հայերենս է, հայերենս տող չի մորցվի, հայ աղոտքը չի մորցվի, ինչ քեղեցիկ են մեր աղոտները, ներսես շնարալին, կրկոր նարեգացին, ասանք ամենը պետք չէ վերջանա մեր մեջը։ Ուրեմն, ես ոչ թե շատ ավելի բաներ, այլ երբ որ գաղութես, եւ գաղութես 1000 տարբեր նպատակների համար, ինչ ես անում, դու եղբայրսիրություն ես ցույց տալիս այդ ամեն նպատակների համար, այդ ամենը ընդունում են գադարյալ արդյունքը քո աղոթքիդ եւ նաեւ դու որքան ավելի շատ մարդկանց աղոթում ես, դու այնքան ավելի եղբայրսիրություն շահում ես Աստծուց։ Սա է, որ մենք պետք է հասկանանք։ Եվ 1000 հոգի, 10,000 հոգի։ Իմ աղոթքի ցևս այդպես եղած է, երբ որ ասկական մոնիմ կամ ընկեր մոնիմ, որ ճամփորդում է, ես երբեք չեմ աղոթել միայն իրեն համար։ Ասած իմ բոլոր ճամփորդողներին համար։ Բոլոր ճամփորդողները իրենց մուրազին հասնին։ Խերով երթան, խերով վերադառնան իրենց տունը, իրենց ընտանիքին։ Ինչ կգործնցնեմ։ Սիրտս կմեծնա, ավելի շատ կրնամ սիրել։ Եվ իմ օրս ամեն վարքյանս նվիրում եմ, ասված եմ ընդունիր իմ դժվարությունները, իմ ցավը։ Եվ Ավստրալիա մեջ մի ավստրալիացու հետ ասպանի մասին բավական խոսել եմ։ Եվ իրեն ասել եմ, որ քո ցավերդ պետք է նվիրես Աստծուն նպատակներով։ Եվ այս անձը գործունեացած էր երկու երգամուկները դիալիսիսով գաբրեր։ Եվ բավական մոդիկություն, եւ ինքը ինձ շատ օգնած է, հաշվապահ է, բանը, բավական օգնած է։ Եվ որ ես Ավստրալիա պիտի գայի, իրեն արդեն սորվեցած էի նվիրել, եւ իրեն ասեցի, որ դες ասեցի, ցավերուտ մեկ մասը նվիրե մեր առաքելության համար։ Ուրեմն Ավստրալիա բան Հայաստան եղած ժամանակ ես մեկ իրեն գզանքեի։ Եվ երբ որ գզանքեի, կարող էր գսեր, որ father, անգլերեն անցյաշխոսինքը, հայչեինքը, father, հիմ այսօրերս չպազանց մեծ ցավ ունիմ, այդ ամեն ցավերը քո առաքելության համար նվիրում եմ։ Ուրիշ օրեր գսեր, կցավիմ գսե, ցավ չի գա այսօր որ նվիրեմ քեզի համար։ Այո։ Ասե,
Այո, հոգևոր զարգացման համար մեզ շատ պետք է ձեր խոսքը։ Հայր Անտոն, թերևս ավելի շատ է մեզ պետք։ Այս հենց այս ձևի դասախոսությունները Այո, մեզ հենց այս զարգանալու համար։ ծրագրերից ավելի մոտիկանում ենք հավատքներս Իմ ավելի նպատակը սանիկա է եւ նաեւ Մայր Տերեզան ինձ շատ սորվեցած է։ Մայր Տերեզան գիտեք ընկլյո մեջ մի խումբ ուներ եւ այս խումբին միան բարդականություններ աղոթել եւ մարդիկ գտնել որ աղոթեն եւ հիվանդներուն սորվեցնեն որ իրենց ցավը դարաբանկը նվիրեն Մայր Տերեզայի միապանության հաջողության այսինքն սրբության համար խումբին մեգա անգլիո մեջը կսկսին դրամ հավաքել որ օգնեն Մայր Տերեզային ամբողջովին կգեցնե եւ գլուծի այդ խումբը որ կա ես դրամ չեմ ուզեր ես աղոտ կուզեմ դրամը մինակ գուկա Իդ ասո պետք է ասված գղրգե դրամը մարդու մեգը իր կովն է մեծ հարուստ է կուզե իրեն մեծ կումարներ դար կսե չէ պեչի գա կսե Երբ որ ծրագիր ունին կա ծրագիրին համար կայս մեկը խնդրենք բայց ավելի լավ է գնա տուն քու քյուղիտ մեջը քու քաղաքիտ մեջը հոնդերը աղքատներին օգնի Սա է հիմա նաև իմ ամենաբստիկ մտահոգությունս նյութականն է ատտաբրացների համար Եթե ասված գուզե ասված կղարկի ատտրամները Զատիկի օրն էր իմ հին աշակերտներս մեկը որ ինձ չէ զանկած ասկի առաջ զանկե եւ գսե որ հայրանդան ինչպես կրնամ քեզի օգտակարել լալ Հայաստանի մեջ Իրեն ասեցի որ հաստա դպրոցի բացրակերը կա բանկա սա լավ տրամեն զատ ինչպես կրնամ քեզի օգտակարել լալ Հոնդեղ եմ պիտի օգնե հանսախումբի մեջ պիտի մտնե Ես չխնդրեցի Ավստրալիա մեջ իմ դպրոցս ահագին խնդիրներ ուներ նյութական բայց ես երբեք չէի մտահոգված իմ հաշվապահս իմ պաստապանս մինչև այս մտահոգ են ես ոչ եւ ասել եմ ասված իմ ուզես դպրոցը կոծվի թող կոծվի իմս չի ասիգա քոնն է եթե գուզես որ շարունակվի ղրկեց ռամը եւ ասված ղրկեց օրմա Բարսուն մեգա աննա ինձ ասես որ իմ շեֆս գուզե քեզի հանդիպի չեմ գիտի ցեզի պատմել եմ ասիգա ուրեմն կարևորին չի դեպի երկու շաբաթ վերջը նոր է սա շեֆս քեզ կսպասե կացիկովը վերջապես եւ խոսում ենք բան առանց որ ես բան ուզեմ երավ 10,000 տվա 10,000 դոլար տվա Եվանկե հետո իր նվիրատվությունները մինչև այսօր շարունակե օգնել վստահիլ աստծուն սա է ամեն արդու Հիսուսին վստահում եմ քեզ սա է Ղեգը ու ցերկը թե իմ ցերկս չի աստված իմ օգնիր ինչ որ գուզես հաջողվեց սախողվեց ինչ տարբերություն ասկե 100 տարի մեջ ինչ տարբերություն եթե ես մի կորձի մեջ հաջողել եմ կամ սախողել եմ քանի օքի Հիսուսին կարողացել եմ առիթ լինել որ Հիսուսին մոտենա սա անշուշտ չափազանց մեծ բան է Շատ անգամ գզարմանամ նույնիսկ այդ գինը որ կրած է որ կան իրեն օգտակար է
այդ իրեն հրած աշխատանքը եւ նաեւ այդ աշխատանքը նաեւ մենք հիմա այդ իրեն հրած գործերը դնում ենք ինտերնետին վրա Це նաև մեր էջին վրա, մեր գայքի վրա, այդ ամենը պիտի տնենք խնդրելով, որ դուք եւ գարտակ եւ ուրիշներուն բանեք եւ որ ես ոգևորվեմ իմ խոսքը սա կրնա ուրիշին օգտակարելա եւ նաեւ քիրքեր որ մենք այսօր 100-ն ավելի քիրքեր թարգմանել ենք եւ շարունակում ենք թարգմանել Բենեդիկտոս 16-րդը Հիսուսի կյանքի մասին 3 հատոր ունի անիկամ վերջանալու վրա է եւ անյալ կուրսամ 5 շաբաթեն կդբենք որքան կարևոր է այդ ամենը կարդալ, հասկանալ, մոտենալ Հիսուսին եւ նաեւ ուրիշներուն մոտեցնել Ես այդ գրքերն ուզում եմ ունենալ, Վարդապետ, ինչպես կարող եմ։ Ես ուզում եմ ունենալ հենց այդ գիրքը, այդ Պապի գիրքը, որ թարգմանել եք, մեծ ցանկություն ունեմ, որովհետև մինչ այս էլ խոսակցությունը եղել է։ Տպելուց հետո ինչպես կկարողանանք կապնվել, որ ստանամ։ Հիմա հայր Վանեսի միջոցով Եղավ, շնորհակալություն։ Ուրեմն երբ իմանամ, որ տպվել են, այն ժամանակ արդեն կխոսեմ հայր Հովհաննեսի հետ։ Եղավ։ Վարդապետ, թեմայից դուրս մի հարց տամ։ Ես Թուրքիայում ինչ արժիատաժ է սկսվել, որ իբր Պապը, նորընտրյալ Պապը հայ է, իր ծնողները հայ են, լսել եք նման բաներ։ Ձիզաղել եմ։ Ձիզաղել եմ։ Եվրոպական ծագում ունի եւ մամային կողմը եւ բաբային կողմը։ Երբ որ ինձ ասեցին, որ հայ մենք կսիրենք բոլորը հայացներ, չէ՞։ Բոնկարայանն հայացեցինք, Մար Տերեզան հայացեցինք։ Բայց Մար Տերեզան էլ է սուտ, Վարդապետ, բավականին մեծ պատմություն էր գրված, ես կարդացել եմ Մար Տերեզայի ծնողների պատմությունը։ Սուտ էր, հա, դա էլ էր սուտ։ Մի հավատար։ Մենք չունենք եւ ուզենք ուրիշներեն պապանա յուրացնել։ Մենք պետք է, բայց ինչու չունենք, մենք նաեւ ունենք, հա։ Բայց նաեւ գիտենանք, որ Սուրբ Գրիգոր լուսավորիչն ալ մերը չէ։ Որովհետեւ Բարթև է, դա։ Եվ բանը Սահակն ալ, որ իր միջոցով է, որ Մեսրոբ Մաշտոցը բավական պետք եղածը ունեցավ այբուբենը մեզ դալու, անյալ Բարթև էր, Սահակ Բարթև, բայց ունենք շնորհալին, եւ մենք կճանչնենք մեկ շնորհալի, ներսես շնորհալի, բայց իրականության մեջ կան 4 հատ կան, որ նույն մեծավոր ունեցել են, այդ 4-ին ալկրությունները, իմ անունները չեմ հիշել, այդ 4-ին ալկրությունները շատ շնորհալի են եւ իրենք ճանաչված են որպես շնորհալի։ Եվ ունենք նարեգացին, որ այսօր ապոչ եկեցին կընտրե որպես եկեցու Վարդապետ։ Եզերական Վարդապետ, այո։ Այո։ Ունենք, չունենք չէ։ Իսկ Տաթևացին ես վերջերս եմ իմացել, որ համարվում է 4-րդ լուսավորիչը, հա։ Այդ ձև է ասեց գրված դամբարանի վրա։ Չեմ եղած ես Տաթև վանքում։ Ինչպես մի քիչ առաջ ասեցի, իմ ուսումս ավելի շատ
արտասահման եղած է հայկական պատմության շատ խորը չեմ մտած, որքան որ ինչ-որ կարողացել եմ բանել, ինձ համար քրիստոնեությունը սովորելը, աստվածաշունչը ուսումնասիրելը ամենաբարձր տեղն է, բռնել միշտ։ Բայց անշուշտ մարդս պետք է իր ակունքները, իր արմատները պետք է զորացնե եւ սնվի այդ ամենով պետք է սնվենք։ Լավ, եթե հարցում կա, պատասխանեմ, եթե ոչ, երեքշաբթի օրը նայենք քանի հոգի պիտի միանան մեզ երեքշաբթի։ Բայց մեկ անգամ որ գիտնամ, թե միայն 3-4 հոգի ենք, ես անորամատ սկիզբեն բանեմ, մեկ բան խնդրեմ, որ ժամանակին սկսենք, ժամանակին սկսենք, շատ կարևոր է, շատ բարի, բարի գիշեր ասեմ ձեր բոլորին, շնորհակալ ձեր մասնակցության, Շատ շնորհակալություն Վարդապետ ջան, Աստված Շատ պահի պահպանի։ շնորհակալ ենք։ Ինքը շատ Գույս բարի։ մեծ սիրո, Աստված սիրո։